Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի սկանդալային կալանավորումից 5 օր անց է միայն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում, որ մտահոգ է տեղի ունեցածով, իսկ եթե նա մտահոգ է, ուրեմն դատապարտում է։ Ձեզ հարց եմ տալիս, դատապարտում եք, թե չեք դատապարտում։ Եթե ասում եմ, որ ճիշտ չէ, նշանակում եմ մտահոգված եմ եւ դատապարտում եմ։ Հավանաբար օմբուդսվումենը հրապարակային չդատապարտել լրագրողին գիշերազգեստով հողաթափերով ձերբակալելը, եթե խորհրդարանում ընդդիմադիր падգամավոր Ագնես Ախամոյանը չհետաքրքրվեր միպից, թե ինչ են արել իրենք այս ընթացքում աղմկահարույց գործի շուրջ։ Նշված գործի հետ կապված թե մենք Տիկին Աղեկյանի հետ ենք հանդիպել զրուցել, թե ինքս անձամբ 3 Գյումրիում հարազատների հետ եմ հանդիպել զրուցել, իրենց բոլոր բողոքները մեզ ներկայացրել են, դրանցով ես միանշանակ պահանջել եմ պարտադիր քննություն բոլոր ներկայացված մտահոգությունների եւ բողոքների հետ կապված, որովհետեւ եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման առումով, դրանք առաջին հերթին այո պետք է արժանանան պատշաճ գնահատականի մեր երկրում գործող օրենքով սահմանված մեխանիզմներով։ Կալանավորված Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հայլուրին պատմել էր, որ լրագրողին գիշերազգեստով հողաթափերով սկզբից ոստիկանական բաժին են տարել, հետո հիվանդանոց, այնտեղից ձերբակալվածների պահման վայր, դատարան ու վերջին կանգառը եղել է Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Գյումրիից տեղափոխել են Աբովյան։ Այդ ընթացքում Լիլիթ Աղեկյանը էլի է վատացել ճանապարհին մեքենան կանգնել է, որպեսզի Լիլիթ Աղեկյանը հնարավորություն ունենա հետ գա։ Դուք պատկերացնում եք նույն ձեռագիրն է, ինչ որ արել էին Արմենին, ռեժիսոր։ Դեպքի վայրի շտաբօգնության։ Բարոյական է, որ կնոջը բերման ենթարկեն գիշերազգեստով հողաթափերով։ Հարց է տալիս Ագնես Ախամոյանը Անահիտ Մանասյանին։ Հիշեցնում, թե 2013 թվականին Ռուսաստանում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան տանելը ինչ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ Ռուսաստանում հայ վարորդը 18 կարծեմ անձի մահվան պատճառ էր դարձել, իրեն դատարան էին բերել խալաթով եւ դա արդարացիորեն հարուցել էր հայ հասարակության զայրույթը, որը հիմա իդեպ ես չեմ տեսնում նաեւ իշխանական падգամավորների շրջանում։ Կոչ եմ անում բոլորին, որպեսզի կարողանան ցուցաբերել պատշաճ զգայունություն, որովհետև վատ վերաբերմունքի կանխարգելումը ընդհանրապես կապ չունի նրա հետ, թե անձը ինչ արարք է կատարել։ Որ վատ են վերաբերվել Լիլիթ Աղեկյանին ձերբակալելիս ու դրանից հետո մի քանի օր է հազանգում են շատ իրավապաշտպաններ։ Կասկած կա, որ հետաքննող լրագրողին մեկուսացնելու պատճառը նրա արած բացահայտումներն են։ Հրայրիկ Կարապետյան կա, նախկին մարզպետարանի կրթության վարչության պետը, որը վերջերս նորից Լիլիթ Աղեկյանի կոռուպցիոն այդ բացահայտումների հիման վրա դատապարտվեց 5 տարի ազատազրկման։ Մեկ ամսով ազատազրկված Լիլիթ Աղեկյանին ազատ արձակելու համար վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա պաշտպանները։ Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։